Առանց Մեղրիի հատվածի այնտեղ Հայաստանում խաղաղություն չի լինի։ Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Շուտով Հայաստանում կկառուցվի Թրամփի ուղին Թրիփը, որը ծառայելու է որպես տրանսպորտային հանգույց եւ վերահսկելու է ԱՄՆ-ն։ Օվերչուկը նշել է, որ ռուսական եւ չինական բեռներն ավելի շուտ կնախընտրեն անցնել Իրանով, քան Թրիփով։ Ռուսաստանի փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանը ավելի լուրջ սպառնալիքների է սկսել բախվել այն բանից հետո, երբ կրճատել է Ռուսաստանի հետ տրանսպորտային համակարգի ապաշրջափակման հարցում համագործակցությունը։ Մեջբերում 2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով։ Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում, եւ ինչի հանգեցրեց սա։ Մեջբերման ավարտ։ Ամիսներ առաջ Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Ռուսաստանին Թրիփից դուրս թողնելու նպատակ չկա։ Այդ հարցն էլ չեն քննարկել։ Ռուսաստանն ուզում է, որ բոլոր ուժերը հնարավորություն ունենան մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ասել է Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ եւ ակնարկել ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդման մասին։ У нас с вами такой диалог, что мы всегда с вами говорим по-честному. Մենք ձեզ հետ միշտ ազնիվ երկխոսություն ենք վարում եւ մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացին։ Նրանցից ոմանք ազատազրկման վայրերում են, չնայած ռուսական անձնագիր ունեն։ Դա ձեր որոշումն է։ Մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքներին։ Это ваше решение, мы не вмешиваемся, но хотелось бы, чтобы они все могли, во всяком случае, принять участие в этой внутриполитической работе. Я хотел обратить ваше внимание, что Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ունեն բացառապես Հայաստանի անձնագիր, այսինքն ամենայն հարգանքով Ռուսաստանի անձնագիր ունեցող անձինք համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության չեն կարող լինել ոչ падգամավորի տեխնացու, ոչ էլ վարչապետի տեխնացու, այնպես որ այստեղ որևէ սահմանափակում չկա։ ни кандидатами в депутаты, ни кандидатами в премьер-министра. Так что тут никаких ограничений нет. Հապկի մասին Նիկոլ Փաշինյանի դժգոհություններին է անդրադարձել Վլադիմիր Պուտինը, նկատելով, որ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հապկի գործողություններն անտեղի էին։ Самый чувствительный вопрос до сих пор, мы это понимаем, мы с вами часто об этом говорим, это все, что связано с Карабахом. Իհարկե, մինչ այժմ ամենազգայուն հարցը մենք դա հասկանում ենք, մենք ձեզ հետ հաճախ ենք խոսում այդ մասին, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Կարծում եմ, որ ակնհայտ է նաև այն, որ այն բանից հետո, երբ Պրահայում 2022 թվականին ճանաչեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հապկի կողմից միջամտությունն այս գործընթացին, որն արդեն ադրբեջանական հարթություն էր ստացել, պարզապես անտեղի էր։ В Праге в 2022 году признали, что Карабах является частью Азербайджана, вмешиваться со стороны ОДКБ в этот процесс, который приобрел внутриазербайджанское измерение, просто совсем был некорректный вопрос. Я уже очень прозрачно и публично заявил в Республике Армения, что мы должны не продолжать Карабахское движение. Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին։ Да, мы признали Карабах в составе Азербайджана, но мы сделали это только после того, как высшее руководство Российской Федерации дважды публично
об этом говорил. Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է հայ-ռուսական առևտրաշրջանառության մեծ ծավալների մասին, նաև այն փաստի, որ Մոսկվան Երևանին ռուսական գազը մի քանի անգամ ավելի էժան է վաճառում, քան եվրոպական երկրներին։ Պուտինը նկատել է, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ իր կառավարությունը հասկանում է Եվրամիություն եւ ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չեն ու եթե կգա ընտրություն կատարելու պահը, ապա Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի, նշել է Նիկոլ Փաշինյանը։ А когда процессы будут развиваться до той точки, где нужно будет принять какое-либо решение, я уверен, что мы, я имею в виду граждане Республики Армения, примут это решение. Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքում ջրհեղեղ է իրանական հրթիռային հարվածից հետո։ Հարվածի հետևանքով քաղաքի ջրատարը պայթել է։ Իրանական հարվածներից հետո Իսրայելում ավերածություններ են, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հարվածների է ենթարկվել նաև Բահրեյնը, երկրի երկնքում պտտվում են իրանական անօդաչու թռչող սարքերը, միացել են անվտանգության ազդանշանները։ Սա Իրանի խոստացած հարվածների շարքն է, որը վերաբերում էր արաբական այն երկրներին, որոնք կօգնեն ԱՄՆ-ին այս պատերազմում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բազմիցս նշել է, որ իրենց նպատակը ոչ թե բարեկամ երկրներին վնասելն է, այլ ամերիկյան կողմին զսպելը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասել է ինքն իրեն, հայտարարելով, թե հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում Իրանին կվերադարձնեն քարե դար, նոր ավերիչ հարվածներ հասցնելով։ Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է. «Մեջբերում մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք բոլոր միջուկային օբյեկտները, որտեղ Իրանը ցանկանում էր շարունակել իր ծրագիրը։ Իրանը արագորեն կուտակում էր իր սովորական բալիստիկ զենքի պաշարները եւ շատ շուտով դրանք կհասնեին Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ աշխարհի ցանկացած վայր»։ Մեջբերման ավարտը։ Մինչ այս ԱՄՆ նախագահը կարծես համաձայնել էր պատերազմը դադարեցնելու մտքին։ Reuters-ի փոխանցմամբ նրա համար լուրջ սպառնալիք է դարձել Հորմուզի նեղուցի լիովին եւ անժամանակ փակ լինելը։ Սա էներգետիկ տեսանկյունից կարող է անգամ ճգնաժամի ազդանշան լինել։ Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարությունը սակայն խոսում է պատերազմը շարունակելու մեծ ցանկության մասին։ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի կենտրոնական շրջանների, մասնավորապես Թել Ավիվի վրա։ Այս գործողությունը կասկածի տակ է դրել երկրի հակաօդային պաշտպանության հուսալիությունն ու անվտանգության նախկին խոստումները։ Պասեքի տոնի նախաշեմին ընդդիմության առաջնորդ Յայիր Լապիդը հրապարակավ հայտարարել է Բենյամին Նեթանյահուի կառավարության լիակատար ձախողման մասին։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ իշխանությունը չի ասել ոչ մի ռազմավարական հաղթանակի, թե Գազայի հատվածում, թե Լիբանանի սահմանին։ Ռազմական անհաջողությունների ֆոնին վերլուծաբանները սկսել են քննարկել Իրանի դեմ արտավարական միջուկային հարված հասցնելու վտանգավոր հեռանկարները։ Ըստ մասնագետների նման անկանխատեսելի սցենարը կարող է իրականություն դառնալ Դոնալդ Թրամփի կամ Նեթանյահուի քաղաքական հուսահատության պայմաններում։ Դոնալդ Թրամփի նախաձեռնած էպիկական ցասում ռազմական գործողության մեկ ամիսը լրանում է ռազմավարական անորոշության եւ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Թեև Պենտագոնը զեկուցել է Իրանի ռազմածովային ուժերի ջախջախման եւ հազարավոր թիրախների ոչնչացման մասին, սակայն Թեհրանի հրթիռային արձակումները տարածաշրջանի ամերիկյան բազաների վրա չեն դադարում։ Իրանի բարձրագույն ղեկավարության սպանությունը չի թույլատրել վարչակարգի դիմադրությունը, իսկ միջուկային սպառնալիքի վերջնական չեզոքացման խնդիրը մնում է չլուծված։ Հորմուզի նեղուցի փակումն աշխարհում էներգետիկ ցնցման եւ վառելիքի գների կտրուկ աճի պատճառ է դարձել, լրջորեն վնասելով Միացյալ Նահանգների տնտեսական կայունությունը։ Սպառված թանկարժեք զինանոցը համալրելու համար Սպիտակ տունը կոնգրեսից $200 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել։ Պատերազմի ծանր հետևանքների պատճառով Թրամփի վարկանիշը գրանցել է պատմական անկում, դժգոհություն առաջացնելով նույնիսկ նրա հավատարիմ ընտրողների շրջանում։ Վարչակազմի հաղթական հայտարարությունների ֆոնին դեռևս անհայտ է մնում, թե իրականում երբ եւ ինչպես է հանգուցալուծվելու այս ծախսատար եւ արյունալի հակամարտությունը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի եւ 185 վիրավորի մասին։ Բեյրութում եւ երկրի հարավային շրջաններում ընթացող ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը արդեն գերազանցել է 1300-ը։ Սպանվածների թվում կա 125 երեխա եւ 89 կին, ինչը փաստում է հակամարտության հումանիտար ճգնաժամի խորացումը։ Մերձավոր արևելքի էսկալացիայի ֆոնին Financial Times-ը հայտնել է Դոնալդ Թրամփի նոր աշխարհաքաղաքական վերջնագրի մասին։ ԱՄՆ
նախագահը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող սպառազինությունը, Եվրոպայից պահանջելով մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։ Այս քայլով Թրամփը փորձում է ճնշել եվրոպական դաշնակիցներին, նրանց ուղղակիորեն ներքաշելով տարածաշրջանային հակամարտության մեջ։ Արդյունքում Կիևի ռազմական աջակցության հարցը դառնում է սոսկ առևտրի առարկա, շահկապվելով Մերձավոր Արևելքի էներգետիկ հանգույցների վերահսկողության հետ։ Ֆլորիդայի Քենեդի անվան տիեզերակայանում մեկնարկել է Արտեմիս 2 առաքելության հետ հաշվարկը։ Այսօր նախատեսված թռիչքով 3 ամերիկացի եւ 1 կանադացի տիեզերագնաց կիրականացնեն 10-օրյա ուղևորություն լուսնի շուրջ։ Սա Ապոլոն ծրագրի ավարտից տասնամյակներ անց առաջին փորձն է մարդուն վերադարձնելու լուսնային ուղեծիր։ Առաքելության ընթացքում պատմության մեջ առաջին անգամ հեռավոր տիեզեր կմեկնեն կին եւ սևամորթ տիեզերագնացներ։ Փետրվարին արձանագրված տեխնիկական խնդիրների պատճառով հրթիռային համալիրն արդեն 1 անգամ հետ էր տարվել ամբար, ինչը կասկածներ է հարուցում նախագծի բացարձակ հուսալիության շուրջ։ Թեև ՆԱՍԱ-ն ծրագրում է 2028 թվականին վայրը չկատարել լուսնի վրա, այս թռիչքը լոկ փորձնական փուլ է եւ դեռևս չի երաշխավորում վերջնական հաջողություն։ Արդյոք տասնամյակների դադարից հետո հնարավոր է վերականգնել նախկին հզորությունը, թե սա պարզապես հանկարժեք հավակնություն է, կպարզվի առաջիկա օրերին։